Արի երեգոց էսի, դերնական աղոտքով սկսի, Օրտնյալ դեր մեր Իսուս Քրիստոս ամեն հայր մեր, որ երգինս ես սուրբ եղիցի անունքո, եկես է արքայություն քո եղիցին գամ քո, որպես երգինս եւ երգվի, ըս հաց մեր հանավազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մենք թողunk մերոց պարդաբանած, եւ մի դանիրս մեզ ի փորձություն, այլ բրգյաս մեզ ի չարեն, Զիկոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն, հսպարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց իպանից և իգործոց բրգյաս մեզ, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս, ամեն, հրամեցեք։ Նախ բարի երեգոց եզի, անցյալ շաբթում կբացատրեի, թե նախքան մեր սերդողության անցնիլը ինչու աղոտքի շարագանի, այսպես մտքերը պատրաստելու համար բաժիններ կան, որպեսզի նաև մեր մտքերը հոգնած առօրյա վասկեն, մտահոգություններեն, դժվարություններեն, նեղություններեն և ինչու չէ նաև ուրախություններեն, բամը անչատվելու առօրյային, գդրվելու և կարենալ գետրոնանալու այն ինչ բանի, որ այսօր մենք պիտի խոսենք որպես սերդողություն։ Անորամարան շարագանները, աղոտքները ուրիշ բան չեն, եթե ոչ մեր մտքերը պատրաստող։ Եվ անորամարան մենք այսօր մեծ պահքի ժամանակահատվածի մեջն ենք։ Եվ ընդհանրապես մեծ պահքի շրջանին երկու ժամերկություններ կան, որ տեղի ունենան։ Խաղաղական և հանգստյան։ Այսօր բոլորս հանգիստի պետք ունենք։ Բայց այդ հանգիստ ունենալու համար նախապայման է խաղաղությունը։ Եթե խաղաղ չէ միտքս, այդ միտքս չի գնար հանգստանալ։ Եթե խաղաղ չէ հոգիս, այդ հոգիս չի գնար հանգստանալ։ Եվ ադորամարալ այս երկու ժամերկությունները խաղաղական և հանգստյան, մենք աղոտ կբարձրացնենք, Աստծուց կխնդրենք, որ դուր մեզի նախ խաղաղությունը, այն խաղաղությունը, որ թուն ինքդ խոստացար։ Ես իմ խաղաղությունս է, որ գուտամ ցեզի, և ոչ թե այս աշխարհի տված խաղաղությունը։ Ուրեմն իր մեկը խնդրենք, որ մեզի տա խաղաղություն, որպեսզի այդ խաղաղությամբ նաև մեր մտքերը հանգստանան։ Որ մեր հետո նաև հանգիստը կխնդրենք։ Դուր մեզի նաև այն հանգիստը։ Որ հանգիստը, նույն հանգիստը, որ դարձյալ ինք խոստացա։ Ինձի եկեք բոլորդ, և ես ցեզի տամ այդ հանգիստը։ Այսօր բոլորս անխտիր այդ հանգիստը կխնդրենք։ Մտքի հանգստություն, հոգիի հանգստություն, դունի մեջ հանգստություն, ֆիզիկական հանգստություն, որտեղ այդ հանգստության պետք ունենք մենք, հոգնած ենք, հոգնեցան, շատ եղա մեր վասկը, շատ եղա մեր ծանրությունը։ Եվ ադորավարալ այս շարագանները, որ այսօր մենք պիտի երգենք, այդ խնդրանքն է, որ կներկայացնե, որպեսզի Աստված իրավես դա մեզի այն խոստումը, որ ինք խոստացավ։ Խնդրեցեք, պիտի դամ ցեզ այդ խաղաղությունը։ Խնդրեցեք, պիտի գտնեք այդ խաղաղությունը։ Եվ հետևաբար այդ հավատքով նաև եկեք ներսես շնորհալի հայրապետի կողմէ քրված, ներսես շնորհալի հայրապետի կողմէ աղոթք որպես բարձրացուցած, այդ աղոթքին հետ նաև մենք աղոթակից լանք եւ երգենք Էյին անեղանս կսպան ծնունդ անջար որդի եւ բան, որ արարերս դիգործով եվս կիշեր ի հանգիստրոն դումին Աստված ճշմարիտ, որ արակեցեր զորթիկ քո սիրելի իղթիր մոլորյալ ոչխարին, մեղա հերգինս եւ առաջի քո, ընգազիս որպես զանարակ որդին,
Եվս գեցո ինձ ըզբատմուճան ընզարաչին զոր մերգացա մեղով։ Որդի աստուծո աստված ճշմարիտ, որ խոնհարեցար ի հայրական ծոցո և արեր մարմին ի սրբով ուսե Մարյամա, վասը մերով փրկության խաչեցար, թաղեցար և հարյար իմերելոց։ Եվ համբարձար պարոկ հայր, մեղա հերգինս և առաջիքով, հիշյազիս որպես զավազագն հոր ժամկաս արկայությանքով։ Հոգի աստուծո աստված ճշմարիտ, որ իջեր ի հորթանան և ի վերնագունն և լուսավորեցեր զիս մգրդության սուրբ ավազանին։ Մեղա հերգինս և առաջիքով, մակրյա զիս վերստին աստվածային հրովքով, որպես հրեղեն լեզվով սուրբ զարակյալսն, և ողորմյա քո արարածոց և ինձ բազմա մեղիս։ Սուրբ Աստված, Սուրբ Հզոր, Սուրբ և անմա, որ այդ է ծարվածն մեր, Փրկելս մեզ ի փորձութենե և ամենայն վտանգից մերոց, և ևս խաղաղությանս դեր աղաչեսու, վասն լսելի լինելով դյարն աստուծո ցայնի աղաչանած մերոց, բարեխոսության սուրբ աստվածածին, և իջանելով ի վերամեր ողորմության և կտության դյարն աստուծո, ամենագալ դեր աստված մեր գեցո իր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երկնավոր հայր, Փառք ու դամ քեզի, որ դու մեզ մեր յուրաքանչյուրը այստեղ հրավիրեցիր, որպեսզի քո պատգամները լսելի դարձնես եւ այդ պատգամներով նաեւ մեզ պատրաստես այն կալիք օրերուն, որոնք արձանագրված եւ սկիզբեն ըսված Եվ այդ բոլորը հրիր, որպեսզի անով նաև իր քո աշակերտները պատրաստես հետևյալ պատվերը տալով անոնց արթուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չինաք։ Նույն պատվերը նաև այսօր մեզ յուրաքանչյուրին կուտաս արթնության, պատրաստության, աղոթքի պահպան։ Մեր աղոթ խնդրանքն է, որ մեր մտքերը և մեր հոգիները արթուն պահես, որպեսզի չլա թե չարը օգտագործելով արիթը, ինչպես առյուծի պես որ կմրնչե, մեզ գլելու մասին կմտածե, որպեսզի մենք կարենանք այդ պաշտպանություն ունենալ։ Մանավանդ այսօրվան դժվարին այս պայմաններում մեջ, այս անորոշության մեջ, դնդեսական դակնավի մեջ, քաղաքական իրարանցումներու մեջ, պատերազմներու և պատերազմներու լուրերու մեջ,
ուր մարդուս հոգին գրնա խրովին, մարդս գրնա հուսահատության մեջ կլալ։ Բայց դու քո աշակերտները քաչալերեցի լսելով մի վախնակ, ես սեզի հետ եմ միջև աշխարհի գդարածը։ Ու մանավանդ վստահեցուցիր իրենց ասելով ես հաղթեցի աշխարհին։ Այդ հաղթանակի քրավագանը դե որ կխնդրենք մենք, որովհետեւ մենք գարենանք այս բարի պատերազմը պատերազմելու։ Դուր մեզի զորությունը, դուր մեզի հավատքի, հույսի, վստահության այդ շնորհքը, որովհետեւ մենք գարենանք հավատքը բահել, ընթացքի իրավարտին հասցնել եւ արժանի լալ արքայության վստահին։ Վստահաբար այսօր մենք այստեղ եկած ենք, մեզի հետ բերած ենք մեր նեղությունները, մեր դժվարությունները, մեր վախերը։ Այդ բոլորը սակայն քո խոստումիդ համաձայն քո արժևդ կտնենք եւ քեզ մենք կխնդրենք այնպես ինչպես դու ինքդ խոստացար։ Եկեք ինձի դուք բոլորդ, որովհետեւ ես ձեզ հանգիստ տամ։ Այդ հանգիստն է որ կխնդրենք մտքի, հոգի, մեր ամբողջ էության, ինչպես նաև այն նույն խաղաղությունը, որ դու ինքդ խոստացար տալու քո աշակերտներուց։ Այսօր այն նույն խաղաղությունն է որ կխնդրենք։ Որովհետև աշխարհին տված խաղաղությունը խաբուսիկ, ժամանակավոր, անհիմն, իսկ անորդ իմաց քո տված խաղաղությունը որ ճշմարիտն է եւ ոչ ոք կրնա խլել մեզ մեն։ Ուստի մեր աղոտ խնդրանքն է, որ այդ խաղաղությունը եւ այդ հանգիստը շնորհես բոլորիս անխտիր, որովհետեւ դժվարությունները եւ նեղությունները պատճառ չլան մեր հավատքի խախտումին։ Անորամարալ գաղութենք եւ կխնդրենք, որ ավելցնես մեր մեջ հույսը, հավատքը, սերը եւ մանավանդ սերը, որոնց իմաց արաքյալը գսե, եթե Քրիստոսի սերը մեր մեջ է, ով կրնա մեզի հակառակը լա։ Եթե Աստծո ներկայությունը մեզի հետ է, ով կրնա մեզի հակառակը լա։ Այս այդով նաև գաղութենք եւ կխնդրենք, որ հիշես բոլոր բարակաները, որոնք հիվանդ են ֆիզիկապես, հոգեպես, մտովին, մեր աղոտ խնդրանքն է, որ բժշկես։ Մխիտարես եւ մանավանդ համբերություն դաս բարականերուն, հարազատներուն։ Առավել եւս գաղութենք այսօրվան երիտասարդության համար։ Մանավանդ այնպիսի երիտասարդներ, որոնք տակավին խավարի մեջ են։ Երիտասարդներ, որոնք մոլությանց ու մոլորությանց մեջ են։ Երիտասարդներ, որոնք չարին թագարդն են ինգած։ Այդպիսիներուն համար գաղութենք եւ աղոթքին հետ մեկտեղ նաեւ շնորհքը կխնդրենք, որ այդպիսիներուն համար լույսը տարածողները լանք, այն լույսը, որ մեզ լուսավորեցիր։ Իսկ այսօրվան սերտողության համար գաղութենք, որ իմաստություն դաս բոլորիս, հանաս մեր մտքերը, մեր ականջները, պատրաստես մեր ամբողջ էությունը, որպես բարարդ հող, որպեսզի երբ լսենք քո խոսքերդ, նմանի այն սեր նահատիկին, ինալով բարարդ հողի մեջ, տալու մեկի փոխարեն 30, 60 եւ 100 ավատիկ։ Այս սերտողությունները իզուր չանցնին, բարձր չքանք այստեղ ժամանակ վատնելու համար։ Թող որ այս սերտողությունները լան արիտ պատրաստության եւ պատրաստություն ու կալուստի թմավորության։ Որտեղ սիր այդ բոլորի մասին, որ մարդու որդին պիտի կա, սակայն այս անգամ պիտի կա ամբերու վրա բազմած իր փառքով։ Ուստի այնպես մըր է, որ մեր հոգիները պատրաստվին ու այդ փառքը տեսնելու եւ այդ փառքից նաեւ ժառանգորդները դառնան։ Միջ այդ քու ողորմությունը կխնդրենք լսելով
Սերանդները լսելի լան, սեր խնդրանքները ընդունելի լան, և ասված իր ողորմությամբ նայի մեզ մեն յուրաքանչյուրին, և մանավանդ աղոթով լանք այսօրվան իրավիճակին, որում մեջ են կանցնի միջին արևելքը։ Եվ ինչպես Քրիստոս հիշեցուց աշակերտներուն ասելով աղոթեցեք, որպես այս օրերը դարձ լան, աղոթեցեք, որպես այս օրերը շուտ լմնան։ Եվ հետաքրական օրեն այնքան կզուգատիպի, որ հաջապուկանք և գսենք իրոք օրերը շատ շուտ կանցնին, իրոք շատ արագ կանցնին օրերը։ Եվ արդեն գրեթե 2025 թվականի 3-րդ ամիսի կեսը անցած ենք, որովհետև դակավին քանի օրեր առաջ էր, որ նոր տարին թիմավորեցինք 2005 թվականը։ Եվ Քրիստոս ինչու կպատվիրե, որ աղոթեցեք, որ այս օրերը դարձան, որպեսզի գսեք կարենան թիմանալ քալիք նեղություններուն, դժվարություններուն։ Որովհետև այդ քալիք նեղություններուն եւ դժվարություններուն մասին սկիզբեն ինք խոսեցավ,
եւ պատկերացուց ասելով այնպիսի նեղության օրեր, որում նմանը երբևիցե չէ եղած։ Եվ կհիշեցնե եւ կշարունակե ասելով, եթե այդ օրերը գարջ չլային, Աստված այդ օրերը գարջացուց, որովհետեւ կարենան մարդիկ բրգվի։ Մանավանանում, որոնք իրենց հավատքը կպահեն մինչև վերջ։ Ինչու որովհետև հստակորեն նաև Քրիստոս կներկայացնե ժամանակներ պիտի կան, որ մարդիկ պիտի մոլորին, ժամանակներ պիտի կան, որ մարդիկ պիտի մոլորեցնեն, որոնց համար նաև կզգուշացներ Քրիստոսը ասելով մի մոլորիկ, զգուշ եղեք։ Պիտի կան մարդիկ մոլորեցնելու ցես, բայց դուք մի մոլորիկ։ Մի եսեք մոլորեցուցիչը եկավ մեզ մոլորեցուց։ Դուք բայց մի մոլորիկ, որովհետեւ չմոլորինք, որովհետեւ չշեղինք, Քրիստոս հետևյալ բادرերը կուտակ, արթուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեք, որովհետեւ փորձության մեջ չինք։ Եվ այսօր այնպիսի բաներ կլսենք, որոնք իրոք ուքան մեզ մոլորեցնելու, այնպիսի բաներ կներկայացվին այսօր, որոնք ուքան մեզ շփոթեցնելու, եւ հիմա հաջող այդ շփոթված վիճակի մեջ չենք գիտեր որն է ճիշտը, չենք գիտեր որն է ճիշտը սպասը։ Դակամին չհաշված այն բաները, որոնք արդեն դեղի ունենան, այսօրոն այս մեդիա գոչվածի ճամփով, AI գոչվածի ճամփով, չես գիտեր որն է ճիշտը, այնպիսի ճիշտ ձևով գարցես կներկայացնեն, որ մեզ կմոլորեցնեն, մեզ կշուվարեցնեն։ Միգուցե այսօր այն դարիքին չենք, որ շատ ավելի կապված ենք այսպես ասած AI գոչվածին, բայց այսօր ինչ ավերներ կգործի այդ AI գոչվածը։ Եվ հոսե որ հավասի գիրականանա աստվածաշունչի մեջ ասված այդ մարգարեությունները, ինչ որ մենք կգարտանք Դանիելի մարգարեության մեջ, ինչ որ մենք կգարտանք Հայտնություն Հովանու գրքի մեջ։ Եվ սա կնշանակե Աստված երբևիցե չծկեց իր մարդը, իր ժողովուրդը անդեղյակ այս բոլորեն։ Եվ անորոմար երբ որ երկրորդ օրինաց գիրքը կգարտանք 29-րդ գլուխ 29-րդ համար դյուրին է միտքայել 29 երկրորդ օրինաց գիրքը Աստված կսե ինչ որ պետք է ցեզի որպես ժողովուրդ դրված է ցեզի։ Մի եսեք լուրջ չունին, մի եսեք դերյակ չէին, մի եսեք դերյակ չենք։ Այնպես ինչպես Արիթոմը, երբ որ աղքատ Ղազարոս եւ մեծահարուստը երկուքը գսեն ննչեցին, մեկը գնաց Աբրահամի փոքը, քիրգը, մյուսը գնաց գսե գրակներու մեջ։ Եվ երբ որ խնդրեց Աբրահամին, հայր Աբրահամ, ղրգե Ղազարոսը, որպեսզի ջուբուտ մադովը քա եւ թրջե շրտներս, որովհետեւ գայրիմ այստեղ, Աբրահամը սա քիչ մը դժվար է, որովհետեւ մեր եւ ցեր միջև անտունդ կա։ Գսեր շատ արեք։ Լավ եթե այդպեսին է, քոնե ղրգե մեկը իմ եղբայրներուս, որոնք դակավին գաբրին, ղրգե մեկը, որպեսզի իրենց սորվեցնեն, հիշեցնեն, եւ Աբրահամը ինչ կսե։ Կսե անոնք օրենքն ու մարգարեությունները ունին, թող գարթան։ Անոնք օրենքն ու մարգարեությունները ունին, թող գարթան։ Այսօր նույն այդ օրենքն ու մարգարեությունները դրված են մեզի, գարթանք։ Խոսքը կվերապերի Աստվածաշունչին, Աստծո խոսքին։ Եվ այս սերտողությունները որ գնենք ոչ թե պարզապես ծանոթ դառնանք Աստծո խոսքին, այլ այնպես ինչպես Սամոսներու մեջ կգարտանք քու խոսքդ ջրակ է, լույս է, քայլերուս, շավիղներուս, ճամփաներուս, լույս է։ Որ կնշանակի երբ որ Աստվածաշունչը կգարտամ, գարտամ այնպիսի հերանեկարոմը, գարտամ այնպիսի մտքոմը, վստահությամբ հավատքոմը, որ լույս պիտի տա մտքիս, հոգիս, լույս պիտի տա իմ ճամփաներուս, իմ շավիղներուս, իմ քայլերուս։ Ինչու որովհետև այդ լույսն է որ գոտնե ինձի, որ հանգարց եթե փոս կա, փոսի մեջ չինամ, եթե երբեք հանգարց քար գա, քլորեցուցիչ, հանգարց զգուշ լամ այդ քարեն։ Աստծո խոսքը չառնենք որպես պատմությունը, հեքիաթը, առասպելը, ինչպես որ աջախ մարդիկ կներկայացնեն, ընդհանրակը առաքյալը Դիմոթեոսին ինչ կսե։ Մանուկ տարիք հետ գիտես Աստծո շուրջով գրված գիրքերը, որոնք ինչ կնեն։ Մարդս կթաստիարակեն, մարդս կպատրաստեն, սխալը կհերքեն, եւ մարդս ճիշտ ճամփու մեջ կտնեն, թեպի գադարելության դանող։ Ըլլանու համար Աստուծո մարդը,
Ուրեմն Աստվածաշունչի հատկությունը, որ ինչ կնեն, ոչ թե բարձրապես քիրի, դարի մասին է խոսքը, այլ անոր էության մասին է խոսքը, Աստծո շունչով գրված գիրքերը։ Եթե պատրաստեմ, այդ շունչն է, որ զիս նոր շունչ պիտի դա։ Այդ շունչն է, որ ինձ նոր հոգի պիտի դա, նոր մարդ պիտի դարձնե ինձ։ Բայց եթե դե կասկածներով կմոտենամ այդ խոսքին, ադուրիշ հարց անկիտակ կմոտենամ այդ խոսքին, չեմ գիտեր, ըստ այնմ կմոտենամ, բայց երբ որ կասկածներով կմոտենամ այդ խոսքին, երբ որ նշաններ կուզեմ այդ խոսքին համար, ինչպես եկան փարիսեցիները, օրենքի ուսուցիչները, որոնք նշան ուզեցին, եւ Քրիստոս իրենց ուրիշ նշան չտվավ։ Բարձրապես հիշեցուց դեսեք գույրերը կտեսնեն, գաղերը կքանեն, խուլերը կլսեն։ Իսկ դակամին եթե ուրիշ նշաններ ագուզեք, ուրիշ նշաններ չի դրվին ցեզի, միայն փացի Հովնան Մարգարեի նշանեն։ Որակալ բավարար պիտի չլար։ Ընդհանրակ անոր համար էլ բամը պիտի գտնեին։ Ըստ համար թե աշակերտները եկան քիշերով եւ անոր մարմինը փոխցան։ Որ ագնարկությունն էր Քրիստոսի հարության։ Որ անորը պիտի չհավատային։ Եվ ադորամար է, երբ որ հարուստը մեծահարուստ Աբրահամին գսե մեկը ղրգե հոնգե, որպեսզի երթա եղբայրներուս խոսի պատմե, գսե անոնք ունին օրենք ու մարգարեները, որտեղ գսե եթե մեկն ալ ղրգեմ, պիտի չտունին, պիտի չհավատան, որտեղ եթե մարգարեությանց եւ քրությանց չեն հավատար, օրենքին ու մարգարեության չեն հավատար, որ ինչպես պիտի հավատան մեկումը, որ ոսկե պիտի երթա եւ իրենց այդ վկայությունը պիտի տա։ Եվ այս ամբողջը սելիքը ինչու համար է պատրաստություն որպես մտքերու, որտեղ մեր այսօրվան սերդողությունը, որ շարունակությունն է 78-րդ Սամոսի, երկարաբադում Սամոսը, եւ ծայրե իծայր դարձյալ գվերապատմեն, այդ ամբողջ եղելությունը, ինչ որ տեղի ունեցած էր Իսրայելի ժողովրդի կյանքի մեջ։ Եվ այդ եղելության մասին Բողոս Արաքյալ Գորընթացիներու նամակի մեջ կանտրատարնա։ Եվ գսե անցյալի եղածը, պատահածը մեր հայրերուն իբրև օրինակ վերցուցեք այսօր։ Անոր համար է, որ արձանագրվեցան, որպեսզի քալիք սերունդները թաստի երակվին։ Անոր համար է, որ արձանագրվեցան Սոդոմ Գոմորի պատմությունը, անոր համար է, որ արձանագրվեցան Նոյի պատմությունը, անոր համար է, որ արձանագրվեցավ Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի պատմությունը, Փարավոնի պատմությունը, որպեսզի քալիք սերունդները պատրաստվին, ոչ իբրև պատմություն սերդելու, այլ որպեսզի նաև նույն սխալի մեջ չլանու, որտեղ նույն սխալի մեջ ենթակա ենք ընկալու։ Որտեղ այս քրությունը, որ քրեց 78-րդ Սամոսը Ասաֆը, խորքի մեջ որու մասին է որ գքրել, իմ մասից, քու մասից, մեզ մեկ յուրաքանչյուրի մասին։ Որտեղ մենք Ասաֆի նման երբ որ նեղության մեջով կանցնենք, 77-րդ Սամոսը հիշենք, մխիտարությունը կփնտրենք, ով բեն մեզ պիտի մխիտարե։ Մեր նեղության մեջ ով մեզ դուրս պիտի բերի այս նեղութենեն։ Եղած են բահեր, ուր նեղություն ունեցած ենք, եւ ոչ ալ ուզած ենք մխիտարվել, մխիտարությունը հոն եկա մխիտարություն։ Բայց չենք ուզած մխիտարվել։ Որտեղ մխիտարվելու համար նաեւ ինչ է պետք։ Խոնարհություն է պետք։ Խոնարհություն է պետք։ Սորվելու համար խոնարհություն է պետք։ Ինչն էր ամբողջ թրված կայդ բդուղին, որ բեկչեր ուդեին թրախտի բարդեզի մեջ։ Քիդության հբարդությունը։ Քիդության հբարդությունը եւ անոր համար է, որ Գորընթացիներու նամակի մեջ Բողոս Արաքյալը գշեշտե։ Քիդությունը գսե գհբարդացնե մարդս, սերն է, որ կխոնարեցնե մարդը։ Թեգուս հոգևոր կյանքի մեջ։ Թեգուս հոգևոր կյանքի մեջ քիդությունը գհբարդացնե մարդս։ Ինչպես որ փարիսեցիները հոգևոր կյանքի մեջ էին։ Աստծո բادرվիրաններով, Աստծո օրենքներով, բայց ինչ կար իրենց մեջ, այդ հբարդությունը կար իրենց մեջ։ Նույնիսկ հոգևոր կյանքի մեջ։ Եվ ավասիկ ասավ ու կա հիշեցնելու, թե Աստված ինչ ըրավ մեր կյանքի մեջ։ Այդ կործերը վեր հիշեցեք, որպեսզի հանգրց չլնա, թե երբ որ նեղության մեջով կանցնիք, մխիտարություն երբ որ կփնտրեք, ով ցեզ մխիտարե։ Մխիտարի չանցանակամին խոսեցանք, բայց նաև Աստծո այդ կործերը երբ որ գվեր հիշեմ, անով նաև ինչ կսկսի իմ մեջս ունենալու։
Այն վստահությունը, որ անցյալին եթե Աստված կործեց, եւ եթե երբեք Աստված իր այդ մեծ գործով այս ժողովուրդը ամբողջ փրկեց, գնշագե այսօր ալ պատրաստ է զիս փրկելու։ Այսօր ալ պատրաստ է զիս այս նեղության մեջով անցնելու։ Բայց եթե գանցնիմ, ահավասիկ այս անգամ թիդելու եղանակս, ըմբռնման հասկացողությունս դարբեր կսկսի լալ։ Անոր մեջ կսկսին տեսնել փամը սորվելու։ Անոր մեջ կսկսին տեսնել փամը պատրաստվելու, գազմավորվելու։ Որտեղ հաջող մենք կմոռնանք, որ այս կյանքը երկրավոր կյանքը, որ մենք կապրենք, մենք այլ ուրիշ արքանտ մնե։ Մենք այլ ուրիշ արքանտ մնե։ Ինչպես որ մորս արքանտի մեջ կգազմավորվիմ ես, նույնպես այս երկրավոր կյանքի ընթացքին կգազմավորվիմ ես։ Կգազմավորվիմ, որպես նաև հավիտենական կյանքը ժառանգեմ ես։ Որուն համար Քրիստոս կսե Նիկոդեմոսին։ Ինչպես պիտի ժառանգեմ, այլ խոսքով ասել գուզե, ինչպես կրնամ այս կյանքը ապրիլ, բարձ մեկ եթե ասե, ինչպես կրնամ մարդ արարած, ինչպես կրնամ այս կյանքը ապրիլ, բարձ պատասխանը ինչն է, պետք է որ ձնիս։ Պետք է որ ձնիս, երբ որ կձնիս, այս կյանքը կապրիս, բնական, բարձ պատասխան։ Նույնպես Նիկոդեմոս եկած է ասելով, ինչպես կրնամ այդ կյանքը ապրիլ, Քրիստոս կսե պետք է որ ձնիս։ Բայց Նիկոդեմոս հարց ուտա, ինչպես պետք է ձնիմ։ 80 տարեկան մարդ ինչպես պետք է ձնի։ Կսե հոգիով պետք է ձնիս։ Վերստին պետք է ձնիս։ Վերին ձնունդ պետք է ունենաս։ Հիմա դու առաջին ձնունդ ունիս, մարմնավոր ձնունդ ունիս։ Որպես նաև այդ հոգևոր ձնունդ ունենաս, պետք է որ գազմավորվիս այս երկրավոր կյանքը գազմավորման շրջան է, որպես այդ հավիտենական կյանքը ես կարենամ ժառանգել։ Ինչպես որ մորս արքանտի մեջ կգազմավորվիմ, որպես այս կյանքը ժառանգեմ, այս կյանքը ծնիմ, այս կյանքի մեջ ես կարենամ ապրիլ, եւ որ պետք եղած ծևով չեմ գազմավորվիր, ինչ ծևով ծնած կլա մորս արքանտեն, թերաջ, թերի, բագասավոր։ Նույնպես հոգևոր կյանքի իմաստով պետք է գազմավորվին։ Ուրեմն ասավ ուկա եկսե հիշեցեք Աստուծո հրացները, անցյալին հրացները, որ այսօր մենք գվերիշենք, գվերապատմենք, սերունդ է սերունդ, սերունդ է սերունդ, եւ ադգա Աստծո սածներ, Աստուծո բադվիրաններ, ինչ որ հիմա կգադարվի ցեզի, քալիք սերունդներուն պատմեցեք, քալիք սերունդներուն պատմեցեք։ Ինչ պիտի պատմենք։ Թե Աստված ինչպես ազատեց մեզ Եգիպտոսեն։ Եվ այս բոլոր բարիքներեն հետո Դագավին գսե անոնք մեղանջեցին, անոնք մեղքը կործեցին։ Եվ ամեն անգամ երբ որ Աստված հարված մուտար իրենց, անոնք բահմը կսկաստանային, բահմը իրենց քնացած վիճակեն գարթնային, եւ այդ քնացած վիճակը կնշանակե մեղքի վիճակն է, գարթնային, զղջումի կուքային, Աստծո փութը կխնդրեին, ողորմությունը կխնդրեին, Ետ կվերաթարնայի բահմը միայն Աստուծո։ Հետո երբ որ ամեն ինչ լավ գլար, դարձյալ կվերաթարնային այդ մեղանջումին։ Եվ դեղը կուքան, որ Աստված կանտրաթարնա եւ կսե, բայց ասոն կսե հողեղեն արարածները։ Ինչպես որ Սամոս 2-ի մեջ մեկ այլ ուրիշ դեմը կսե, եւ թուն գիտես, որ ես հողեղեն եմ։ Սա չի նշանակել հողեղեն եմ, ուրեմն արդարացուցիչ է, չէ։ Ընդհակառակ այդ հողեղեն ըլլալս Աստծո ողորմությունն է, որ կբացահայտվի։ Եվ այդ ողորմությամբ է, որ գսե Աստված չուզեց ամբողջությամբ փնաչնչել այդ ժողովուրդը։ Եվ եթե հարցնեք ինչու, որովհետև Դագավին գա մնացորդացումը։ Ինչպես որ գար ամբողջ Նոյի օրերուն մնացորդացումը 8 հոգիներ։ Նույնպես ամբողջ ժողովուրդը, որոնք Եգիպտոսեն դուրս եկած էին, կային այնտեղ մնացորդացումը։ Այսօր αν եթե երբեք հաջող մենք ասենք Աստվածին ինչու չի միջամտել, Աստվածին ինչու վերջ չի տար այս բոլորին, Բողոս Արաքյալը կբացատրի ասելու համար իբրև պատասխան, այդ բոլորը արեք իբրև Աստուծո համբերատարությունը, որ Դագավին կհամբերե ուրիշներու այդ հոգիներու դարձին, այդ հոգիներու փրկության։ Եվ այս բոլորը եթե կպահե գսե ինչու, որտե Դագավին գա մնացորդացումը։
Այսօր իրոք մարդիկ կան, որոնք այնքան խորն են հավատքի կյանքի մեջ, որոնք չեն երևիր, կուլիսներու ետին են, փևերու վրա չեն, քարոզիչներ չեն, սերդողությունը նոներ չեն, բայց աշխարհի համար աղոթողներ են, հոգիներու փրկության համար աղոթողներ են, ջտնողներ են, ջտնողները անում չեն, որ լերան քակատը հանգիստի ելացեն, ջտնողներ են գնշագե դարաբողներ են խորքի մեջ, սքավորներ են խորքի մեջ, եւ ինչ բանի սուքն է որ կգրեն, աշխարհի գրած այդ մեղքին, աշխարհը եղած այդ մեղքի մեջ անոր սուքն է որ կգրեն, եւ անոր համար այդ աղոթքն է որ կբարձրացնեն, եւ Աստծո ողորմությունը կխնդրեն։ Այնպես ինչպես անոնց օրինակները մենք կգարտանք մարգարեական քիրքերու մեջ։ Երեմիա մարգարե որու համար գաղոթեր, ժողովրդին համար գաղոթեր։ Եսայ մարգարե որու համար գաղոթեր, ժողովրդին համար գաղոթեր։ Դանիել որու համար գաղոթեր, ժողովրդին համար գաղոթեր։ Բայց ինձինքը անմասնիկ չէր նկատել որպես, ընդհակառակը մաս եւ բաժին կնկատեր այդ ժողովուրդին։ Եվ չէր լսեր այնպես ներե անոնց մեղքերը, այդպես չէին լսեր իրենց աղոթներու մեջ։ Այլ գսեին ներե մեր մեղքերը, որտեղ մենք մեղք գործեցինք։ Մենք մեղք գործեցինք։ Եվ այսօր ամբողջ այսօրվան այս հատվածը Սամոսին ուրիշ բան չէ, թե ոչ արձագանքն է։ Արձագանքն է մեր այսօրվան ապրած կյանքի իրականության։ Աստծո հագարակ դված այդ բոլոր բարիքներում մենք նախ կվերակրենք այդ բարիքները մեզի։ Մենք որ աշխատեցանք, մենք որ գտնեցանք, մենք որ ճգնեցանք, մենք որ ծրագրեցինք, մենք որ հաջողեցանք եւ մենք որ վաստակեցանք։ Ամեն ինչ վերածելու ինձ, եսիս։ Եվ ադիգա նաեւ ինձի դանու արիթը, որովհետեւ նաեւ հավատքի բագասի հետ նաեւ ինչն է որ կուքա մեղանչումը չհավատացին եւ անոր համարալ մեղանչեցին։ Որտեղ սիրելիներ, երբ որ հավատք ունենք, հավատքը մեզ չար դոներ, որ մենք մեղանչենք։ Բարերը սստակ են Սամոսներու մեջ։ Չհավատացին, ուստի մեղանչեցին։ Այս երկու բարերը իրար հետ կերտան։ Որտեղ հավատքն է, որ մեզ կգաբե, որու հետ։ Ինչպես որ առաքյալը գիտի հավատքը ու կան լսելը Աստծո խոսքի քարոզութեն են։ Ուրեմն երբ որ մեջս հավատքը գարտնա, ինչ բան է արդայությունը Աստծո խոսքի քարոզության։ Ուրեմն Աստծո խոսքը զիս կգաբե իրեն հետ։ Երբ որ իր հետ կգաբե, ինչ կնե զիս, կտնե վիճակի մեջ, որ հերու մնա մեղքեն։ Հերու մնա մեղքեն։ Եվ ինչու է որ Քրիստոս գիտե, երբ որ մարդու որդին կա հավատ պիտի գտնե, խորքի մեջ հավատ պիտի չի գտնե, նաև հավատ չի գտնելուն արդյունքը ինչն է։ Շատ ավելի մեղքը տարածված ամենուրեք։ Որ գնմանի գսեի Պողոսարական քաղցկեղի, որ ամենուրեք կդարածվի։ Եվ այսօրվան աշխարհը ինչ բան է կդարավի։ Այդ մեղքեն է որ կդարավի այսօրվան աշխարհը։ Սպանությունները ինչ են։ Ոչիրները ինչ են։ Աստծո հավատալին։ Կամ Աստծո անունը օգտագործելով իրենց ծրագիրները առաջ տանելու։ Եվ adorամար ասավ Լուկա եւ գսե այս բոլորով հանդերձ այս բոլորեն հետո հագարակ այդ բոլոր բարիքներուն որ հաց ուզեցին Աստված տվավ, ջուր ուզեցին Աստված տվավ, միս ուզեցին Աստված տվավ եւ այս բոլորին հետո անոնց դարձյալ մեղանչեցին, չհավատացին անոր գործած հրաշքները։ Իրենց աչքերով տեսան, իրենց շրտերով համդեսեցին այդ մանանան, խմեցին այդ ջուրը, գերան այդ լորամարքիները, դակավին չհավատացին։ Եվ անոր համար ինչրին մեղք գործեցին։ Եվ ինչ էր այդ մեղքը, Աստծո անհնազանդություն։ Ինչ էր այդ մեղքը, իրենց համար աստվածներ շինելու եւ անոր երկրպագություն ունենալու։ Ուստի Աստված մեկ փչելով սպարեց անոնց խորերը, սարսափի մատնեց անոնց կյանքերը, ամեն անգամ որ Աստված անոնց մի մաս մը կսպաններ, իրենք կդառնային, կզղջային, զինք կփնտրեին անցկակին։ Եվ Աստված կնշանակե դարբեր արիքներով։ Այսպես նշան մնե որ ցույց կտա։
անդրադարձի գիտակցության արտնցիր այս վիճակից, որ կնշանակե բնության աղետ է, հարված է, մահ է, անոնք նաև արիտներ են յուրաքանչյուրիս համար։ Բայց այսօր ասեմ ձեզի հասած է այնպիսի վիճակը, որ այս բոլոր երևույթներն դարձած են բնական դարձած են։ Բնության աղետները դարձած են բնական, արդեն գրագ է, ցունամի է, այս է կամ այլ է, դարձած է բնական, մահերը դարձած են բնական։ Գերտան կցավակցենք, քանի խոսք արտասանենք, եւ այդքան։ Առանց սակայն անդրադառնալու, որ ամեն մեկ երևույթ թասընթացք է, հիշեցում է, որ հաջորդը ես եմ, հաջորդը դու ես, հաջորդը մյուսն է, ինչպիսի հետևաբար պատրաստություն ունենք, երբ որ մեր գարկը կա մեկնելու այս աշխարհին, բայց այս բոլոր երևույթները դարձած են բնական, խոսքերը դարձած են անիմաստ, բարբված են իրենց ինքնութենեն, եւ զարմանալի չէ, որովհետեւ այս բոլորի մասին Քրիստոսը սկիզբեն խոսեցավ, ժամանակներ պիտի կան, եւ նույն խոսքերու մեջ բերումները գնեն առաքյալներ իրենք նամակներու ճամփով, թե վերջի ժամանակներուն ինչպիսի մարդ արարած պիտի կա դուրս։ Գարտանք Դիմոթեոսի գրված նամակը, վերջի ժամանակներում մարդկության տեսակը, դմարտի, անձնասեր, ինքնասեր, արդակնապես աստվածապաշտ, խորքի մեջ չհավատալ աստված պաշտության։ Բայց զգուշելանք նաև, որ այս բոլորի մեջ նաև մենք չլանք։ Զգուշելանք, որ այս բոլորը նաև մեր մասին չլանք։ Որ մենք ալ արդակնապես աստվածապաշտ, բայց խորքի մեջ չհավատանք Աստծո։ Եվ կամ այն խոսքի նման ինչ որ Աստված պիտի սեր մարգարեին, այս ժողովուրդը զիս կբաշխե, եթե կբաշխե միայն շրտերով, անոր սիրտը ինձ մե հերու է, եւ այստեղ ալ պիտի արտահայտվի այդ մեկը ասավ, որ Աստված կսե, ճիշտ է դուք զղջացիք, դուք ուզեցիք դարձիկալ, զիս փնտրեցիք անցկակին, բայց եկեք տեսեք ինչ կսե, թե բարձրյալն Աստված ինքը մեր բրգիչը գայդարդվին, բայց անգերց չէին անոնց խոսքերը, սուդ էին անոնց բոլոր արտահայտությունները։ Ուրգեք ինենք, որը քիչ որ խաղաղի վիճակը գվերաթարնային իրենց ընթացին։ Քիչ որ խաղաղի վիճակը գվերաթարնային իրենց վիճակը։ Ես սա ցույց կտա, որ զղջումը, խոստովանությունը սուդ էր ու կերծիկ։ Որն համար Քրիստոս Մատթեոս ավետարանիչի մեջ ինչ կսա։ Վայ ցեզի կերծավորներ։ Վայ ցեզի կերծավորներ։ Եվ որը գնմանցն է կերծավորը իժերու ծնունդի։ Իժերու ծնունդի։ Եվ այստեղ Աստված կհիշեցնի։ Գսե ճիշտ է անոնք բամը գանտրատարնային, բամը ուզեին վերաթարնալ, բայց եկեք տեսեք, որ անոնց վերաթարցը կեղծիկ էր։ Բարձավես այս վիճակեն հիմա դուրս կանք, հետո գնային, հետո ամեն ինչ կփոխվի։ Բայց Պողոս առաքյալը գսե ասո քիթի մի խնդակ։ Հետո է որ երբ որ հարվածը կա, զարմանալի չէ այդ հարվածին դիմաց Աստծո կեցված։ Բայց հակառակ այս բոլորով Աստված ուկա ցույց տալու իր ողորմությունը եւ այդ ողորմությունը քաչալերելու մարդը որովհետեւ վերադառնա առ Աստված։ Ինչ որ երեկվան գիրագորգան խորհուրդներ մեծ բակի անարագի գիրագի վերադառնալու առ Աստված, որովհետեւ Աստված ինքը այդ սպասման վիճակի մեջ է, բայց վերաթարցս չլա գերծավորության։ Վերաթարցս չլա բարձրապես ժամանակավոր։ Եվ ադիկա հաջող գրնան գնեն մենք եւ ունենանք այդ վիճակը։ Նեղության դժվարության մեջ ենք, ամիջապես կվազենք ուր։ Եկեղեցվո տուրը։ Մոմի դերը։
Հետո երբ որ ամեն ինչ գավարվի, ամեն ինչ լավ ընթաց կստանա, ամբողջ թվացքը կփոխվի։ Եվ adorամար գզգուշացնեն գսե դերը այդպիսին չլա։ Որ դες սրդերը կնողը ասված ինք գիտե մեր մոդեցման եղանակը ինչ է։ Եվ եթե եք հանգարց, եթե գեղձավորությամբ է այդ բոլորը, կամ միայն շրտներով է, որ ասված կպաշտենք, ասուս մենք խնդրենք, որ դա իրոք մեզի դա այդ ճշմարիտ հոգին, իրոք զասված փնտրելու հոգին, եւ ոչ թե բարձրացած գացուտենեմը դուրս գալու հոգին, որտեղ հաջող այնպես կփնտրենք, ասենք, ինչու է որ դու զասված կփնտրես։ Որը նեղության եւ դժվարության մեջ ես ասելով եւ կամ դու գուզես զասված փնտրել, որտեղ զասված գուզես փնտրել ունենալ կյանքի մեջ։ Եվ adorամար է որ Արիթոմը Քրիստոս կսե, եւ որ եկան մարդիկ ամբողջ ասելով, «Վարդապետ, ուր ես քեզ կփնտրենք»։ Քրիստոսը ինչ կպատասխանի։ Դուք չեք փնտրել զիս փնտրելու իմաստով։ Դուք զիս կփնտրեք, որտեղ հացը գերակ եւ գշտացակ։ Զիս փնտրելու համար չէ որ կփնտրեք զիս։ Հաջողները մեր բարակային է ինչն է որ մենք զասված կփնտրենք։ Ինչն է որ մեզ գմղե որ Քրիստոսը փնտրենք։ Որտեղ հացեն գերան կշտացան, որտեղ փարիկները վայելեցին քիչմը, որտեղ անցյալի նեղության եւ դժվարության մեջ էին եւ մեզ դուրս բերան, դարձյալ փնտրենք գտնենք զինքը որպեսզի մեզ նեղութեն դուրս բերե, եւ կամ մենք զինք է որ կփնտրենք զինք ունենալու համար։ Եվ գշարնակի եւ գսե իրենց սիրտը փնավ կապված չէր Աստուծո եւ անոն ուխտին հավատարիմ չէին։ Ապա ուր էր իրենց սիրտը։ Ուրիշ տեղերում մեջ։ Եվ adorամար Քրիստոս գսե ուր է ծեր քանցը, հոնենայ ծեր սիրտը։ Ուր է ծեր քանցը, հոնենայ ծեր սիրտը։ Եվ այս սիրտը որու կապված էր, Աստծո կապված չէր։ Տեսեք, Աստծո հետ իմ գավս ինչպիսի գապ մնե։ Աստծո հետ իմ գավը սրդի կապվածություն է, սրդի կապվածություն է։ Ինչպես որ երկու սիրահարներ իրարու համար ինչ կգծեն, երկու սրդեր իրար մեջի մտած։ Դառնալու կարծեք որպես մեկ սիրտ։ Նույնպես այն մեր գավը Աստծո հետ ինչպիսի կապվածություն է։ Սրդի կապվածություն կնշանակե սիրո կապվածություն։ Արդյոք մենք Աստծո հետ կապված ենք սիրո կապվածությամբ, կամ Աստծո հետ կապված ենք ցանկի կապվածությամբ։ Ցանկ ունենք խնդրանքներու, այդ ցանկը կներկայացնենք ամենօրյա ցանկ, կամ շաբաթական ցանկ, եւ կսպասենք որ նայենք ծառան ինչ պիտի մեզի համար։ Եվ այդ սրդի կապվածությունը չունենալու համար էր որ նաեւ ինչ էին իրենց զղջումի խոստովանության մեջ, գեղձ, հարազատ չէր, անգերց չէին իրենց այդ զղջումի մեջ, շրտներով գզղջային, բայց սրտով Աստծո հետ կապված չէին, ուրեմն գնշանակե կհիշեցնե նաեւ ինչ, զղջումը ինչով դեղի կունենա, սրդի զղջում, սրտով զղջալու, ամբողջությամբ զղջումը կատարել։ Անորոմանան հաջող տեսենք, ինչու արդյոք այսինչ մեղքեն, երբ որ խոստովանած եմ այսինչ մեղքի համար, ինչու դարձյալ գերտամ նույն այդ մեղքին, որտեղ սրտով չեմ զղջացած, որտեղ ամբողջությամբ չեմ զղջացած, դակավին փամ մգա զիս գաբով, շրտերով արդայդված եմ, խոստացած եմ, խոստովանած եմ, այսինչ մեղք կգնեմ, այսինչ մեղք կհրացեմ, բայց երբ որ ետ կվերադառնամ այդ մեղքին, հաճախ կզարմանամ, թե ինչու այդ մեղքին գերտամ, որտեղ սիրտս հոն կապված է, սիրտս հոն է, Աստծո հետ կապված չէ, եւ Աստված կսե որտեղ անոնց սրտերը Աստծո հետ կապված չէին, եւ առավել եւս երբ որ ոչ թե միան կապված չէին, այնև անոնք անոր հետ ուխտը չպահեցին։ Աստված ուխտ մգնկեց, թաշին համացայնություն, այդ թշնամությունը վերանալու, բայց իրենք այդ ուխտը չպահեցին, եւ ինչն է պատճառը չպահելու, իրենց մեղք, իրենց մեղանչումը, սակայն քթարատն Աստված ներեց անոնց մեղքերը, չփնաճճեց անոնք, այս շատ անգամ իր փառությունը զսպեց, եւ իր ամբողջ զայրույթը անոնց վրա չտապեց, իբրև ինչ, իբրև օրինակ այսօր մեզի, իբրև օրինակ այսօր մեզի, գուզեք Աստված իր զայրույթը հայտնե, եթե գուզեք հայտնե կփնաճնչե, նայ մեջը լռում ենք,
Անորամար արաքյալը գսե Աստծո համբերադարությունը փրկություն համարեցեք։ Եթե Աստված չի միջամը դեր վերջ չի դար, որում մենք կտշկոհենք հաջող, ինչու վերջ չի դար։ Ահավասիկ այսօր մենք կտեսնենք միջին արևելքի մեջ գոդորած, սպանություններ, վայրակություն, երկուքանք հարց տալու, Աստված ինչու չի միջամը դեր, Աստված ինչու վերջ չի դար այս բոլորին, երբ պիտի վերջ տա այս բոլորին, մենք ավելի մտահոգ ենք, բայց ինչով մտահոգ ենք, որ սպանությունները թատրին, դա մեղքը թատրի, մեղքը թատրելու համար Աստծո պետք է վերադառնալ։ Եվ եթե երբեք Աստված գահամբերը դակավի վերջ չի դար այդ բոլորին, իր զայրույթը ամբողջությամբ չար գահայդեր, որտեղ իր կութը, իր կտարադությունը գուզե ցույց տալ, որ մարդիկ կան դակավին, որ խավարի մեջ են, եւ Աստված գուզե, որ փրկվի, որտեղ Աստված մեղավորին մահը չուզեր, այլանորդ հարցի եւ փրկությունը ուզեր։ Այսօր դակավին շատեր կան խավարի մեջ են։ Դակավին Աստված չեն ճանչներ։ Դակավին մեր աղոթներուն գարիք ունին։ Եվ ադորամարը որ Աստված ինչու պահած է եկեղեցին երկրի վրա։ Որպեսզի եկեղեցին այդ աղոթքը ունի։ Որպեսզի եկեղեցին այդ լույսը տարածի։ Քրիստոս ինչու աղոթեց, որ զիրենք աշխարհեն մի վերցնել, բահես իրենք աշխարհի մեջ։ Բայց չարեն բահե։ Աշխարհի մեջ բահե, բայց նաև չարեն բահե, որտեղ անոնք ընելիք ունին այս երկրի վրա։ Մենք այսօր ընելիք ունենք այս երկրի վրա։ Մենք ունի ընելիք աղոթքի, մյուս ունի աղոթք ձոմաբանության, մյուս ունի աղոթք ընելիք ծառայության, մյուս ունի ընելիք քարոզչության, մյուս ունի ընելիք լույսը տարածելուն։ Յուրաքանչյուրին գսե ինչ որ դրված է Սուրբ Հոգի գոմե ընելու։ Եվ հետևաբար Քրիստոս աղոթեց, ինք նախ աղոթեց մեզի համար, ըսելու համար թե բահես իրենք չարեն։ Ինչու կասկածին Քրիստոսի աղոթին։ Քրիստոս աղոթեց իր երկնավորը։ Գնշագը ես այդ աղոթքով պետք է պաշտպանված զգամ։ Եվ ընդհակառակը պետք չէ բախտամ։ Որտեղ Քրիստոս աղոթեց ինձի համար, քեզի համար, մեզի համար որպես եկեղեցի։ Գաղոթեմ, որ իրենք չարեն բահես։ Եվ այնպիսի խոստումով, որ ինչ որ ինձի դված ես, ադոնք բոլորնալ բահես։ Ինչու դասկաց մի ունենամ, որ գրնամ բահվիր կամ չեմ գրնար բահվի։ Եվ որ աղոթեց ինձի համար, եկեղեցին համար, մեզի համար, որ զիրենք աշխարհի վրա բահես, երկրի վրա բահես, բայց նաև զիրենք չարեն բահես։ Ինչու որպես իրենք կարելան ընել այն ինչ բանի համար, որ կոչված են ընել։ Նկատի արա, որ անոնք դգար մահկանացուներ են, գնամանին հովին, որ անոնք դգար մահկանացուն են, որպես կանցնին եւ արբնավ ետ չեն քար։ Ինչպես մի դեսեր Դավիթ մեկ այլ ուրիշ տարբերակով մարդուս կյանքը գնամանի գսե վայրի ծաղիկի այսօր կա վաղ արդեն գոյություն չունի։ Եվ Աստված տեսավ, որ մահկանացուներ որպես մարդ արարածը հովին գնամանի, հովին։ Այսօր կա վաղը չկա այդ հովը։ Նույնպես մարդուս կյանքը որպես մահկանացու եւ անորոմանալ եկավ ցույց տալու իր կթարադությունը, իր ողորմությունը։ Եվ հիմա գրնակ հարցնել, եթե Աստված ինքը գիտե, որ մենք մահկանացուներ ենք, գիտե, որ մեր կյանքը հովի նման է, ինչու տարբեր ցևով չստեղծեց մեզ։ Ինք որ ամենագարող է, ինչու տարբեր ցևով չստեղծեց մեզ։ Պատասխանը ուդա մեզի Երեմիա մարգարեն։ Աստված արիտոմը Երեմիա մարգարեին գսե քնա փրուդին դունը։ Գավի աման շինով, գսե նայր ինչ կնե պրուդը, գսե գավի աման գշինը, հարցու գսե ինչու այս ծևով գշինես, և պրուդը իրեն կպատասխանը, ես եմ գսե պրուդը, ես եմ գավի աման շինովը, և ես գիտեմ գսե ամեն մեկ գավի ամանը ինչպես գշինեմ, ինչու գշինեմ, ինչ նպատակի համար գշինեմ, և գսե հարցուր գավի ամանին, թե ինչու պրուդը կեզ այս ծևով շինեց, գսե գավի ամանը չի կրնար պատասխանը, որտեղ գավի ամանը ինքը գիտե միայն, որ ինքը այդ ծևով շինված է, ստեղծված է այդ նպատակին համար,
որ գնշագը նաև Աստված ինքը գիտե մեզ ինչու այս ձևով ստեղծած է եւ ինչ բանի համար ստեղծած է որուն համար Բողոս Արաքյալը օրինակ կվերցնե գսե Բողոս Արաքյալը որ Սողոսն է ինձ համար գսե ընդիր անոթ է ինձ համար գավե աման մնե ընդիր որ ես գրնամ օգտագործել զինքը այդ գավե ամանի մեջ տնելու ինչը Աստծո խոսքը Աստծո հացը Աստծո ճուրը եւ հրամցնելու ծարավին հրամցնելու անոթին եւ իբրեմ այդպեսին Աստված անցյալեն ցույց տվավ իր ողորմությունը իր քութը նկատի առած մարդուս մահկանացուր լալը ովի նմանը լալը այսօր կա վաղը չկա ուրեն անցյալի մարդիկը որոնք ապրած էին չկան այսօր ուրեն երեկվա մարդիկը որոնք ապրային այսօր չկան ուր են բայց ովի նման անցան կացին իսկ մեկ այն ուրիշ տարբերակումը ծաղիկի նման եկան հացվեցան որպես քեղեցիկ հետո թարամեցան ցկեցին ու կացին բայց այդ բոլորին դիմաց Աստված նաև ցույց տվավ իր ողորմությունը եթե խոնարեցնեմ իմ անձս պիտի կարենամ վայելել այդ ողորմությունը եւ այս բոլորով հանդերձ հիմա կսկսի մեկ առ մեկ հիշել եւ տեսեք այս բոլորով հանդերձ իր կտարավությունը ցույց տալով հանդերձ գրգին ու գրգին զասված փորձեցին զայրացուցին Իսրայելի սուրբը մորցան ինչ որ անիկա հրավ այն օրը որ զիրենք ազատեց ոսոխի սերքեն մորցան այդ օրը որ օրը երբ որ զիրենք դուրս բերավ Եգիպտոսի ստրկութենեն մորցան այդ օրը եւ այստեղ ամբողջ հատվածը հաջորդող ամբողջ հատվածը մեկ առ մեկ կխոսի այն հարվածներու մասին որոնք եկան Եգիպտոսի գլխում եւ ինչպես կներկայացնե ցույց տվավ իր նշաններն ու հրաշքները Եգիպտոսի Դայանիսի թաշկին մեջ Արյունի թարցուց կեդերը արուները չգրցան խմել շանաջանջերը ղրգեց անոնց արյունը ծծեց Քորդերը ղրգեց զիրենք աբականեցին, ուդիչները ղրգեց փերկը կերան, մարախները ղրգեց աշխատանքի արդյունքը փճացուցին, գարգուդը ղրգեց որդադունգերը ոչնչացուցին, եղիամը ղրգեց ժանդաթզենիները վնասեցին, գարգուդով գոդորեց անոնց նախիրները, գայծակով ոչխարի հոտերը, անոնց վրա տապեց իր հրափոր փառությունը, սրտմտությունը, զայրույթը եւ նեղությունը, որոնք ղրգեց իբրև մահապետ հրեշտակներ, մինչև իսկ հարվածելու անտրանիկները որ գխոսի խորքի մեջ 10 հարվածներու մասին այդ հարվածները երբ եկան այդ հարվածները եկան ամեն անգամ երբ որ Մովսես գնաց փարավոնին ըսելու համար ազատ արձակե ժողովուրդը որպեսզի երթաս Աստված պաշտե փարավոնը սա որ ոչ անկարելի բան է սա շատ արագ առաջին հարվածը եկավ Նեղոսքեդի արյան վերածվելը Փարավոն անդրադարձավ, սա որ շատ ավեք, ինչ կուզեք։ Մովսեսը սա կուզեք 3 օրվան համար ջամփա գդրել, երթալ որպեսզի Աստված պաշտի։ Լավ սա պատրաստվեցեք, հազիվ որ պիտի պատրաստվեին, Փարավոնը իր միտքը փոխեց, սա որ ոչ չէ երթալ։ Հաջորդ հարված, երկրորդ հարված, երրորդ հարված, չորրորդ հարված, 9-րդ հարված, 9 հարվածները, որոնք եկան խորքի մեջ բորու։ 9 հարվածները եկան Եգիպտոսի փնության վրա։ Եգիպտոս երկրի վրա։ Ոչ տագավի մարդու վրա, ճիշտ է փճացուցին փերկը։ Ձեզեցին արյունը, բայց ոչ տագավի մահը։ Որ գնշանի Աստված օգտագործեց այս նշանները ցույց տալու համար, ով է ամենազորը։ Որ գնշանի Աստված ինքը օգտագործե փնության դարերը, ինչպես անցյալ անգամին խոսեցան։ Աստված օգտագործե փնությունը, օգտագործե ալիքը, փոթորիկը, հողը, որովհետեւ նշան մտա քոնե, եթե նշան մնե որ դուք ուզեք։ Այդ նշաններով հանդերձ իրենք չընդունեցին ընդհակառակը եւ հասավ բահա այս անգամ անտրանիկներու սպանության։ Եվ ոնե որ Աստված ինչ թելադրեց ժողովրդին։ 1 տարեկան մինչև անարատ մակու քարնուկ մահար, մորթե այդ քարնուկը, արյունը կսե տրներուց, որովհետև այս գիշեր հոգեհար հրեշտակը պիտի անցնի վրայով։ Այն դունը, որ չունի այդ արյունը, այդ դան անտրանիկը պիտի սպանի։ Եվ այդպես ալ բխայեցին։ Եվ անտրանիկները գոտորվեցին։ Եվ եթե հարցնեք ինչու, ուր է Աստուծո կուտը, ուր են այդ 9 նշանները,
Ուրեմն այդ 9 նշանները։ Ուրեմն դու համար օրենք ուզես մնալ քո այդ ընթացքի մեջ։ Ուրեմն դու չես ուզել խոնարհեցնել քո անձը։ Այնպես ինչպես հազարփուկան եւ ասել, Աստված եթե կտարած է, Աստված եթե ողորմած է, ինչու չրեղելով սպանեց։ Բայց ուրեն այն օրերը, երբ որ Նոյը դաբան կշիներ։ Ուրեն այդ օրերը։ Մարդիկ տեսան, որ դաբան կշինեն Նոյը։ Եվ վստահաբար հարցուցին Նոյին ինչ կշինես։ Եվ Նոյը պատասխանեց դաբան կշինեն։ Եվ հարցուցին ինչու դաբան կշինես։ Ըստ որտեղ Աստված չրեղելով պիտի սպանե ժողովուրդը բնակչությունը։ Ծիծաղեցան, քնտացին։ Հասավ պահը Նոյը մտավ Աստծո բադվիրանին համացայն։ Եվ դաբանի թուրը թուրսեն կոծեց։ Իսկ մույսները մնացին թուրս։ Այնպես ինչպես որ է պատմությունը Սոդոմ Գոմորին։ Աբրահամ սագարդությունը դավասություն։ Ասամ պիտի այրեմ Սոդոմ Գոմորը։ Աբրահամ խնդրեց, եթե 50 արդար կա, կփրկես քաղաքը։ Աստված ասավ, եթե 40 արդար լա կփրկեմ։ Ուրեմն 50-ալ չկար, 40-ալ չկար։ Մովսես Աբրահամը ասավ 30 արդար լա, Աստված ասավ 20 արդար լա ես կփրկեմ այդ քաղաքը։ Աբրահամը ասավ 10 արդար լա, ասավ 5 արդար լա կփրկեմ քաղաքը։ Ուրեմն արդար մեկը չկար։ Եվ ադիգա դարձավ օրինակը, որ Քրիստոս օգտագործեց վերջին օրերում նաև պիտի նմանի Սոդոմի եւ Գոմորի օրերում։ Վերջին օրերը պիտի նմանի Նոյի օրերում։ Ինչ նմանությամբ։ Այնպես ինչպես մարդիկ կապրեին Նոյի օրերում, նույնպես այլ վերջի ժամանակները մարդիկ այդպես պիտի ապրեին։ Ինչպես որ մարդիկ կապրեին Սոդոմ Գոմորի օրերում, նույնպես այլ մարդիկ այսօր պիտի ապրեին կամ կապրեին այդպիսին։ Բայց ինչ ձևով պիտի կա Աստծո փառությունը քողի պես։ Բայց որուն համար քողի պես։ Անոր, որը սպասումը չունի։ Անոր, որ պատրաստությունը չունի։ Եվ որ պատրաստությունը ունի Քրիստոսի քալուստին։ Գիտեմ, որ այս նշաններն են իր քալուստին։ Ըստ այն կպատրաստվի։ Այսօրվան վաղվան մասին չէ խոսքը։ Որքան առավել եւս պատրաստության, որուն համար Պողոս Արաքյալ գսել։ Քրիստոսի երկրորդ քալուստին համար ինչ ձևով եղեք։ Պատրաստ։ Եվ եթե եք մանավանդ դուք որ գոչված եք, կանչված եք լույսի որդիները լալու, եւ ոչ թե խավարի որդիներ, ուրեմն ինչու է որ պետք է մտահոգվի։ Ընդհանրապես այդ մտքով արդեն ես գքնանամ գարթնամ։ Ինչ մտքով։ Քրիստոսի երկրորդ քալուստի թիմավորությամբ։ Եթե այդ մտքով ես չեմ քնանար, չեմ արթնար, ապա կնշանակե տակավին դարված եմ աշխարհիկ հոսանքի մեջ, որուն համար է որ Պողոս Արաքյալը գսեն, աշխարհը ինձ համար խաչ ելած է, ես աշխարհին համար խաչ, չի նշանակել չապրիմ այս աշխարհը, չի նշանակել ես ինձ վերեմ վարդեմ, այլևս օգուտ չունի իմ ապրիլս, ընդհանրակը Պողոս Արաքյալի բառերը հստակ են, փափակս է Քրիստոսի հետ ըլլան։ Տակավին եթե կապրիմ, կնշայ ընելիք ունի։ Ընելիքս ինչի մեջ կգայանա, հոգիներու փրկության։ Ընելիքս ինչի մեջ կգայանա, իմ հոգիս փրկության։ Եթե երբեք կսե ընելիք մչունիմ, փափակս է ըլլալ Քրիստոսի հետ։ Իսկ եթե ընելիք ունիմ, թող որ մնամ այդ ընելիքը իր ավարտին հասցնելու համար։ Վստահաբար այսօր ամեն մեկուս մտքի մեջ ծրագիր մկա։ Վստահաբար այսօր ամեն մեկուս մտքի մեջ ընտանիքին հետ կապված թորներու հետ, զավակներու հետ, աշխատանքի հետ կապված ծրագիրներ կան։ Վստահաբար։ Բայց վերջի ինչպես պիտի ապրի, եկամուտ ինչպես պիտի ապահովի։ Բայց ադիգա թող չի դառնա որպես առաջնահերթություն։ Առաջնահերթություն։ Որտեղ հաջող այդ երևույթը դարձած է մեզ համար առաջնահերթություն, այսօր ով է մտածող Աստծո արկայության մասին։ Այսօր ով է մտածողը հավիտենական կյանքի մասին։ Գծիծաղին մարդիկ եթե ես հավիտենական կյանք, Աստծո արկայությունը։ Գուցե ինչ հեքիաթ է ասել։ Ինչի մասին է խոսքը, որ առասպելն է։ Որքանով այսօր մարդիկ մտահոգված են իրենց հոգիներու փրկության։ Ընդհանրապես ինչպես որ պիտի սեր ժողովողի արագած գիրքը։ Գեր ուրախներ այսօր գազ վաղը չկաս, հիմա քեֆիտ նայիր։
Կարևորը հիմա ապրիր։ Կարևորը հիմա տուն հացդ կդիր, վայելքը դունեցիր, վաղվա մասին մի մտածեմ։ Բայց ասված այս բոլորը ինչու տվավ, որպեսի պատրաստեր զիրենք, ոչ թե բարձրից Եգիպտոսեն դուրս ելնելու, իրենք կդրդնջային, որտեղ Եգիպտոսի մեջ էին։ Որտեղ այնպես կգարտանք Ելից գրքի 3-րդ գլխի մեջ, գսե ես լսեցի իմ ժողովրդիս աղաղակը եւ հիշեցի Աբրահամին դված իմ ուխտս խոստումս։ Եվ հիմա հավասիկ եկած եմ քեզ ղրգեմ, որպեսզի զիրենք առաջնորդես Եգիպտոսեն դուրս։ Բայց ոչ թե միայն Եգիպտոսեն դուրս, այլ երթալու միջև խոստացված երկիր։ Գենաշանակի մեզ ալպի հիշեցնեն։ Եթե թարցի եկանք, Քրիստոսը ընդունեցինք, մեղքի ստրգութենեն դուրս եկանք, ոչ թե պարզապես մեղքի ստրգութենեն դուրս գալու, այլ երթալու թեպի խոստացված երկիր, հավիտենական կյանք։ Ճանապարհորդությունը մեր այդ ուղղությամբ տլալու։ Եթե այդ ուղղությամբ չէ, ապա ինչ է, հարց տանք յուրաքանչյուր ինքին, ես ինչու է որ գուզեմ Քրիստոսի հետևի։ Որտեղ փորձ ունեի, աղոթեցի փորձ տվավ, հիվանդեի առողջություն տվավ։ Ընտանեկան խնդիր ունեի, հիմա լավ ենք Փառք Աստծո։ Եվ դա Քրիստոսի հետևին, որովհետև իր այդ ըրած փորձը, որ ըրավ խաչի վրա, հոգիս փրկության, մեղքերուս խաղության համար։ Եվ ադիգա ուրիշ բան չէր, եթե ոչ իր սիրո արտահայտություն։ Այլ խոսքով գսե հիշեցեք Աստծո սերը։ Եվ երբ որ այդ սերը գա, այդ սերը չի ցկել, որ մեղան չեմ։ Իսկ եթե կմեղան չեմ, կնշանակե չեմ սիրել։ Սիրտս իրեն հետ կապված չէ, այլ կապված է այլ ուրիշ բաներու, որոնք ընդհանրապես հակառակ են։ Եվ դե վարասանքոչ պատմությունը, որ կվերապատմի ասավ Սամոսի աղոթքի խորհրդածության ջանքով, հիշենք առաջին բաժինները, մխիթարությունը ուզեինք, նեղության մեջ է։ Երբ որ սկսած է վեր հիշել Աստծո օրացները, այն adեն մխիթարվեցա։ Որ գեշան, երբ որ ես այսօր նեղության դժվարության մեջ եմ, հիշեմ Աստծո օրացը, ինչն է, խաչին վրա իրանցին պատարակումը։ Եվ այս ամբողջ մեծ բակի ինչի մասին է, անոր մասին է։ Քրիստոսի կատարած սիրո արտահայտության մասին է։ Թե ինչպես հանցն արավ, մահը անարգ, ամենանվաստացուցիչ մահը, որպես ինձի նոր կյանք բարգել է։ Որովհետև մեռած էի, ողջունցա, գործված էին կտվեցա։ Ազատ ընտած տվավ իր պարգության, չխնայեց անոնց կյանքերը, ժանդաղթով մահվան մատնեց, սպանեց Եգիպտոսի մեջ բոլոր անդրանիկ ծնունդները, կամեն սերած ընտանիքներուն արջնեք զավակները, ապա իր ժողովուրդը առաջնորդեց ոչխարներու պես, զանոնք անաբատ դարավ ոչխարներու հոդի պես, զանոնք առաջնորդեց այնքան ապահով, որ չվաղցան ձովը մտնել է, մինչդեռ իրենց թշնամիները ձովու մեջ ընկմեցան։ Վերջին հատվածը ուկա հիշեցնելու, թե ինչպես անդրանիկները սպաննել է հետո ժողովուրդը առաջնորդեց, կարմիր ձովը անցան եւ կարմիր ձովը գսե այնպիսի վստահությամբ անցան, որ չվաղցան, որտեղ կարմիր ձովը գսե իրենց համար եղած էր կարծեք երկու կողմերեն բադի նման բարիստներ եւ իրենք կարծեք թե ավազիմը վրայով կարծեք այսպես ջամփամը ըլլար եւ այդպես անցնեին եւ ադիկա խորքի մեջ որ ասված ինչպես կօգտագործեի քիչ առաջ որ գսեին բնությունը, բնության դարերը, անով իր նշանները տալ,
իր ներկայությունը ցույց տալու, ներկայությամբ նաև վստահություն տալու, ապահովությունը տալու, եւ ժողովրդին ցույց տալու, որ Աստված ինչ կրնա անել, Աստված ինչ կրնա անել, Աստված ավելին կրնա անել, բայց այդ նշանները, որովհետեւ ժողովուրդը քոնե տեսնելով, այդ վստահություն ունենա, եւ ադոր համար է, որ հետոյի վիճակը սկիզբեն կպատմի ասավ, իրենք անցան Կարմիր ծովը, իրենց աչքերով տեսան թշնամին ընկղմումը, մտան անապատ, երկրորդ ամսվան, իրենց Եգիպտոսի ելնելուն երկրորդ ամսվան 15-րդ օրը, որ կնշանակե ամիս ու կես, եթե 30 օրեր հաշվենք, երկրորդ ամսվան 15-րդ օրը արդեն սկսան դրդնչալու, որ մենք հաց չունենք։ Ասավը սկիզբեն պատմեց, մեղանչեցին։ Այս բոլորը տեսնել է հետո մեղանչեցին։ Որ գրիշա այս բոլորը իրենց համար նշան չեղավ, այս բոլորը իրենց համար հրաշք չեղավ։ Իրենք շատ հանգիստ անցան, բայց ամիս ու կես անցած ժամանակեն սկսան դրդնչալ դժգոհի, որ մենք հաց չունենք, ջուր չունենք, այս չունենք, այդ չունենք։ Եվ իրենք իրենց աչքերով տեսան, որ նույն ջուրին մեջ թշնամին ընկղմեցավ։ Եվ այնքան հետաքրքրական է համեմատականը, որ շարականակիր հայրերը, եկեղեցու շարականակիր հայրերը, այս երևույթը, գիտեք ինչի կնմանցնեն, Փարավոնի զորքին ընկղմումը ջուրի մեջ կնմանցնեն Քրիստոսի մկրտությունը, որ երբ որ ջուր մտավ, ջուրին մեջ ոտնագողե չախչախեց, չարին գլուխը, այնպես ինչպես որ Փարավոն եւ իր զորքը ջուրի մեջ ընկղմեցան։ Նույն պատկերացումը, ինչ որ Փարավոնը անցյալ եւ ադորամար է, որ Պողոս Արաքյալը գսե անցյալի եղած դեպքը արեք որպես օրինակ։ Ինչ որ անցյալին բադայեցավ այս ժողովրդին, իբրև օրինակ վերցուցեք։ Որ թշնամին եթե միշտ գահալացե քեզ։ Թշնամին այս բառակային Պողոս Արաքյալը գսե մեր թշնամին աներևույթն է։ Արյուծի պես մռնչողն է մեր շուրջը կդառնա, բայց վստահություն ունենանք, որ նույն այդ թշնամին, որ մենք կանցնենք այդ ջուրեն ու անցանք այդ ջուրեն, որ ջուրեն, մկրտության ջուրեն, Կարմիր ծով ջուրեն։ Եվ ինչպիսի ցևով անցանք, հոդի պես ոչխարներու պես անցան, իրենց երկու կողմերը բարիսպի նման, բայց նույն ջուրին մեջ թշնամին ընկղմեցավ։ Նույն ջուրին մեջ չարը Քրիստոսին մկրտությամբ, ահա թե ինչու հաջող կանարցնենք, ինչու Քրիստոս պետք է որ մկրտվեր։ Որտեղ եթե երբեք մկրտությունը մեղքերու խավության եւ թողության համար էր։ Քրիստոս ճիշտ անորոման մկրտվեցավ, որպես այդ ջուրի մեջ չախչախեր չարին գլուխը եւ տարբեր արիտներով գլուխը չախչախեց չարին։ Իսկ վերջին չախչախումը ուր տեղի ունեցավ։ Խաչապայդի վրա։ Իր մահվան վրա։ Եվ հիմա այսօր եկած եք չարեն բախտանու։ Այսօր եկած եք չարեն բախտանու։ Ոչ թե հբարդությամբ է որ գսեն, այլ ամբողջական վստահությամբ է որ գսեն, որտեղ ինչու է որ մենք երբ որ գավոթենք 23-րդ Սամոսը, չարեն պիտի չբախտամ ես, ինչու որտեղ թուն ինձի հետ ես։ Եվ ամբողջ ժողովուրդը ով է որ առաջնորդեց, ոչ թե Մովսեսը, այլ Աստված առաջնորդեց։ Որտեղ Մովսեսը իրենց նմանատես ֆրուտներ, ճիշտ է Փարավոնի բալադի մեջներ, հետո հրաժարեցավ այդ բալադական փառքերեն։ Եվ ինձիկը նկատեց այդ ժողովրդի մասն ու մասնիկը։ Բայց ով էր որ զիրենք առաջնորդեց, Աստված զիրենք առաջնորդեց։ Եվ այնպիսի ապահովությամբ անցան եւ մտան անապատ։ Եվ թշնամիները կամ թշնամին եւ իր զորքը նույն այդ ջուրի մեջ ընկղմեցավ։ Եվ հետեւաբար այսօր ես ինչ եմ պիտի վախտամ, եւ որ Աստված ինք է որ զիս առաջնորդ։ Ադորամար քիչ առաջ գսեի այսօրվան երևույթները, լուրերը, որոնք կսարսափեցնեն մեզ, որուն համար է որ Քրիստոս գսե, ծեր սրդերը թող չի խռովի, որտեղ ծեր սրդերը գրնան խռովի։ Ծեր սրդերը գրնան խռովի։ Մտի գրեք բամը, դիտեցեք բամը այսօրվան անցուտ հարցերը, պիտի տեսնեք որ ամիջապես այսպես հուսահատություն մնե որ գուկացես։
Եվ կսկսենք մտածել հիմա ինչ ունենք, երբ որ հանկարծ հարվածը մեզի կա։ Հիմա ինչ ունենք հանկարծ, երբ որ դժվարությունները այս կողմ, ալիքը այս կողմ եթե զարնվի։ Հիմա ինչ ենք կնելու։ Քանի տարիներ առաջ տեսանք։ Համաճարակը հանեցին մեջտեղ եւ իրարանցումը տեղի ունեցավ։ Հաց ապահովելու, այսինչ ապահովելու, հանկարծ չնա թե բաղ անոթի մնանք։ Եվ մտահոգությունն է, որ մեզ բադեց։ Բաղ ինչ պիտենք հաց չունենանք։ Երեխաներ կան հաց չունենան, ինչ պիտենք։ Բայց ասված ինչու սիրենք անաբադ փերավ։ Որպեսի ցույց տա, որ անաբադը, որ անչրտի է, բնակելի դեղ չէ, ասված ձեզ գրնա բնակեցնե, մի մտահոգիր դու։ Դու ամբողջական վստահություն ունեցիր Աստծո։ Ամբողջական վստահություն ունեցիր Աստծո։ Սրտովդ կապված եղիր Աստծո։ Շրտներով միայն մի բաց դերս ասված։ Ահա այն adem ոչ թե բարձ սովորական մանանան միտա, այլ ճշմարիտ հացը, որ երկինք են իջած։ Ինքզինք է որ միտա, որուն նախաճաշակը մենք ամեն գիրագի կճաշակը։ Եվ այդ սևով կպատրաստվի, երկալու և այս անգամ հավիդենավեր ճաշակելու այդ գենած ծարերը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ Հիսուս Քրիստոսի մեր դերն ու բրգիչ Քրիստոսի ներկայությունը, որ այնպիսի վայենք մնեն, որուն համար գսես ամուսերկուն, ոյ մեկ բանով ես չեմ փոխա լիներ։ Աղոթենք։ Բահավան ամենայնի Քրիստոս, աչքո հովանի իցի վերամեր, իդվե և իքիշերի, ինստիլիդան, իգնալի ճանաբար, իննչել և իհարներ զիմի և բեք սասանեցայց, և ողորմիա քո արարածոց և մեզ բազմամեղացս։ Ամեն։